Սարգիս Զորավարը թեև ազգությամբ հայ չէր, սակայն հայ եկեղեցին նրան դասել է իր սրբերի շարքը, ով նահատակվեց հանուն քրիստոնեական հավատի։ Այսպիսի մի գեղեցիկ ավանդություն կա Սուրբ Սարգսի գլխատման հետ կապված, որ երբ ինքը կանգնում է աղոթքի վերջին անգամ, Աստծուց խնդրում է, որ Տեր Աստված, ինչպես դու իմ գործերին էիր հաջողություն տալիս եւ ամեն ինչ որ ես ծրագրում եմ հաջողությամբ էլ պսակվում, այնպես էլ հիշիր այն մարդկանց, ովքեր խնկով, ուխտով, պատարակով իմ հիշատակը կանեն։ Եվ այսօր մենք հավաքվել ենք այստեղ ուխտով, խնկով, պատարակով Սուրբ Սարգսի հիշատակը անելու։ Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների հովանավոր սուրբը, դրա համար էլ այն առավել սիրելի է երիտասարդների համար։ Տեր Միքայելը երիտասարդներին հորդորում է օտարամոլությամբ տարբելու օտարածին տոների փոխարեն նշել հայ եկեղեցու սրբերի հիշատակը։ Իմ մաղթանքն է, որ մեր երիտասարդները վերադառնան իրենց ակունքներին, արժևորեն Սուրբ Սարգսի տոնը, այլ ոչ թե Վալենտինի հիշատակը, որը, ինչպես լսեցիք հեռուստացույցով, լուրերով եւ այլնով, կասկածելի բովանդակության տոն է։ Եվ ընդհանրապես իրենց օրացում 3 անունով մարդ կա այդ անունով։ Եվ պարզ չէ, թե Սուրբ Վալենտին, երբ որ դուք նշում եք, որ Վալենտինի տոնն եք նշում։ Հարց է ծագում, եթե մենք ունենք մեր հայկական սուրբը, որը ասում եմ հայ չէր, բայց հայկականացվեց, սիրվեց հայերի կողմից, արդյոք իմաստ ունի, որ այսօր դուք կապվեք այդ օտար ավանդույթներին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է նաև երիտասարդների օրհնության օր։ Շատերը հավատում են, որ Սուրբ Ուրբաթ երեկո են եւ դրան հաջորդող գիշեր այցելում են մարդկանց տներ։ Դրա համար էլ տան կանայք սկուտեղի վրա փոխին ձեն լցնում եւ դնում տանիքին, կամ դրան հետևում հուսալով, որ Սուրբ Սարգիսը կայցելի իրենց եւ նրա ձիու ոտնահետքը ուրեմն եւ օրհնությունը կմնա փոխինձի վրա։ Իսկ շաբաթ առավոտյան պատարագից հետո փոխինձը շաղախում են եւ ուտում։ Տոնի ժողովրդական ծեսերից մեկն էլ աղի բլիթ ուտելու ավանդույթն է։ Տոնին նախորդող Ուրբաթ օրը երեկոյան համաձայն ժողովրդական սովորության երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երեզահայտնությունը։ Դարիկոն աղի բլիթի զորության այնքան էլ չի հավատում, բայց ժողովրդական ավանդույթին հետևել է։ Ես կերել եմ աղբլիթ եւ ցավոք չեմ տեսել նրան, ուզում էի տեսնել։ Ուրիշի ես տեսել։ Կերել եմ, բայց չեմ տեսել։ Տիկին Ժենյան թորների խնդրանքով մի քանի անգամ աղաբլիթ պատրաստել է, սակայն իր երիտասարդության տարիներին երբեք չի կերել։ Խորհրդային հասարակարգը թույլ չէր տալիս եկեղեցական տոներ նշել կամ հետևել ավանդույթներին, բայց տիկին Ժենյան ուրախ է, որ հիմա հնարավորություն ունի հաճախակի գալ եկեղեցի, հետևել եկեղեցական բոլոր տոներին։ Ասում է հավատ առ Աստված միշտ էլ ունեցել է։ Հայրս կոմունիստ էր, ոչ մի անգամ նա չէր գնում, մեզ էլ թույլ չէր տալի, եթե գնայինք, երևի նրան էլ կմեղադրեին դրա համար։ Հա, ուղղակի մեր մեծերը մոմ էին վառում, խաչ էին գնում, բայց որ ասես ինչ որ մի սենց տոնական մի բան չէ, այ հիմա է արդեն, հիմա զգում ենք, որ իսկապես Սուրբ Սարգիս էլ գոյություն ունի, Աստված էլ գոյություն ունի, ես հավատում ենք։ Աղաբլիթ ուտելու ժողովրդական ավանդությանը մեծ կարևորություն չեն տալիս նաև ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ, սակայն սրբի հիշատակը նշում են մեծ հավատով։ Դեր երիտասարդական տարիներին ինձ համար առանձնահատուկ արժեք է ունեցել Սուրբ Սարգիսը, սկզբում ինչ ինձ համար, հետո նաև իմ երեխաների եւ տղայիս եւ աղջկաս, ինչ խնդրել եմ Սուրբ Սարգսից, կարծես թե կատարվել է։ Դրա համար ես նման օրը չէի կարող չայցելել եկեղեցի։ Պահպանիչ եւ հույս հավատացող Պատարագի ավարտին եկեղեցի այցելած բոլոր երիտասարդները ստացան քահանայի օրհնությունը։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։